Ողջույն Արագի նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է, մեր տաղավարից հեռավար կապ ենք հաստատել մեդիա փորձագետ Արթուր Պապյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Պապյան, շնորհակալ եմ, որ չմերժեցիք եւ կապ հաստատեցիք մեզ հետ հեռավար կարգով։ Բարև ձեզ։ Պարոն Պապյան, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը օրերս հայտարարեց, որ մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր օրենքով արգելելու մասին նախագիծ է քննարկվում։ Ինչ կարծիք ունեք ընդհանուր առմամբ այս նախաձեռնության մասին եւ ձեր գնահատմամբ հնարավոր է արդյոք դա վերահսկել, ինչպես է իրականացվելու վերահսկողությունը։ Ես առհասարակ դեմ եմ բոլոր տեսակի արգելքներին, սկզբունքորեն ասեմ, սակայն մյուս կողմից երեխաների հետ կապված որոշակի նոր զարգացումներ կան ժամանակակից աշխարհում, երկու հիմնական ուղղություն կա այս ոլորտում, առաջի ուղղությունը այն է, որ ոչ թե պետք է ինչ-որ մի բան արգելել, այլ պետք է երեխաների ծնողների հետ աշխատանք տանել, որպեսզի իրենց երեխաների հետ աշխատանք տանեն, սա մի բլոկ է։ Մյուս կողմից խնդիրը այն է, որ երեխայի ուղեղը, քանի որ ինքը զարգացած չի ամբողջությամբ, ինքը դոպամինին ավելի հակված է ընդունել, ամեն դեպքում պատահական չէ, որ սոցցանցերը իրենք նույնիսկ ունեն սահմանափակումներ, օրինակ Facebook-ում 13 տարեկանից նոր կարող ես գրանցվել, YouTube-ի դեպքում կա YouTube Kids ծառայությունը եւ այլն։ Եվ այս խնդիրներից բացի ամենամեծ խնդիրը այն է, որ նաեւ ինչպես որոշել տվյալ մարդը երեխա է, անչափահաս է, թե մեծահասակ, ու այստեղ իրական խնդիրները նույնիսկ ավելի են մեծանում, որովհետեւ նախ շատ հաճախ երեխաները օգտվում են ծնողների հեռախոսներից, որտեղ ծնողը արդեն որպես մեծահասակ է եւ նույնիսկ եթե դու ինչ-որ մի բան արգելում ես, այդտեղ բարդություններ են առաջանում ստուգելու արդյոք չափահասի հետ գործ ունենք, թե անչափահասի։ Եվ դրա հետ կապված սոցցանցերը սկսել են եւ նույնիսկ որոշ ծառայություններ պահանջներ են մտցրել, որպեսզի մեծահասակները միանան, անձնագիր ներբեռնեն, շատերը նույնիսկ Հայաստանում օրինակ ChatGPT օգտվողները կարող նկատած լինեն, որ ինչ-որ բանի նույնիսկ ChatGPT-ին հենց նույն նկատառումից ելնելով պահանջում էր անձնագիր ներկայացնել, որ համոզվել որ չափահասի հետ գործ ունի։ Սա գլոբալ տրենդի մասին խոսենք։ Հիմա կոնկրետ Հայաստանի հետ կապված տեսեք, առաջինը մենք իրավիճակ ունենք, որ նույնիսկ ծնողներն են լավ չեն պատկերացնում ինչի հետ գործ ունեն, իրենք նույնիսկ սոցցանցերում նորելուկ են, ելուր մնաց կարողանան հստակ գրագիտություն տան իրենց երեխաների։ Կրթական ծրագրերը նույնպես դրա հետևից չեն հասցվում եւ գուցե ինչ որ առումով արդարացված է այս պահին հանել օրենք, որով սոցիալական հարթակներին ու պլատֆորմերին կպարտավորեցնենք, ոչ թե մենք ինչ-որ մի բան կարգելափակենք, այլ օրենք կհանենք, որի համաձայն սոցցանցերին, հարթակների խոշոր կպարտավորեցնենք, որոշակի սահմանափակումներ դնել եւ անչափահասներին օրինակ չտալ իրենց ֆիդերում չերևա պորնոգրաֆիա, ֆիլտրված կոնտենտ լինի եւ այլն։ Ձեր մոտ իհարկե բնական հարց կառաջանա, ասենք մենք օրենք արեցինք, մենք այստեղ Հայաստանում այդ հարթակները եւ նաեւ որպես փոքր շուկա արդյոք այդ հարթակները չէ։ Խնդիրը ինչու՞մն է, տեսեք, օրինակ իմ թիմը Կիբերհաբը նաև իրականացնում է այսպես կոչված կիբերչաթ նախաձեռնությունը, որը անչափահասների կիբերբուլինգից փորձում ենք պաշտպանել։ Եվ արդեն մի քանի դեպք եղել է, երբ մենք դիմել ենք այդ հարթակներին, ասել ենք, օրինակ այս երեխայի հետ կապված հարց կա, կամ այս օգտահաշիվը մյուս երեխային ծաղրում է, պետք է արգելափակել կամ ինչ-որ սանկցիա կիրառել, մեզ ասում են, ասենք, ինչի հիմա վրա եք մեզ ասում ինչ օրենքի եւ մենք նայում ենք տեսնում որ Հայաստանում ինչ որ օրենք կարգավորում չկա որով մենք կարող ենք գոնե դրան հղում անենք ասենք դե հա դուք ձեր մոտ դա չի սահմանափակվում բայց քանի որ մենք Հայաստան ենք Հայաստանի օրենքներով պիտի սահմանափակվի եւ արժի դրա համաձայն գործեք եւ այդ մեծ հարթակները հաճախ ունեն հատուկ դիմելու տեղ որտեղ դիմում ես ասես օրինակ այս մարդը այս երեխան բուլինգ է ենթարկում մյուսին եւ այլն պաշտպանության խնդիր կա նրանք ասում են մեզ ասացեք ինչ օրենքներ են խախտվել դուք կամ պիտի ասեք այդ հարթակի պայմաններում օրինակ Facebook-ը, Instagram-ը ունեն terms and conditions ասում են այդտեղ կա խախտում եթե այդտեղ կա օքեյ հարց չունենք եթե այդտեղ չկա քո հաջորդ քայլով դու ստիպված ես լինում ասես լավ ուրեմն Հայաստանի այսինչ օրենքով հղումը տաս
Մոտավորապես sense, այնպես որ այս կտրվածքով ինձ թվում է այս պահին գուցե իմաստունի առհասարակ այս քննարկումները ծավալեն, դեռ շատ առաջ չքննարկել։ Եվ առավելագույնը որ անել, գոնե ինչ որ կարգավորումներ մտցնել, որոնց կարելի է հղում տալ այդ մեծ հարթակների հետ հարաբերություններում։ Ինչ վերաբերում է տեխնիկական, արդյոք հնարավոր կլինի դա արգելափակել թե ոչ, այստեղ մեր մոտ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ, եւ որոնց հետ կապված են իմ մտահոգությունը ավելի շատ, որովհետեւ երբ դու փորձում ես արգելափակես այդ հարթակները երեխաների համար, միանգամից հարց է առաջանում, դե ոնց է ճանաչելու երեխային մեծահասակից, այսինքն այստեղ միանգամից ասում են, որ մեծահասակների իրավունքների խնդիր առաջանում։ Դու պիտի մեծահասակներին նույնականացնես։ Դա անելու դեպքում դու խախտում ես մեծահասակների անձնական կյանքի գաղտնիության կանխավարկած, այսինքն դու սկսում ես իմանալ, որ մեծահասակը Facebook մտավ, չմտավ, հա, պատկերացրեցիք, իսկ դա արդեն իր հերթին բարարթող է նախապատրաստում ինչ-որ սահմանափակումների համար, ինչ-որ մարդիկ չուզենան, որ ինքը օրինակ Tinder գրանցվեց կամ Facebook գրանցվեց, եթե մեր սահմանադրությունը երաշխավորում է անձնական կյանքի գաղտնիությունը, իսկ հետո դու այսպիսի կարգավորումներ ես մտնում, միանգամից լիքը հարցեր են առաջանում։ Facebook գրանցվելուց մարդը ոնց պետք է նույնականացվի, անձնագիր պետք է տա, ինչ պետք է անի, այդ ինֆորմացիան բացի Facebook-ից էլ ուր է գնալու։ Չգիտեմ, նույն էլ եմ ասում, dating ինչ-որ սայթերը, բաները, այդտեղ ավելի մեծ է խնդիր, որ իրականում այդտեղ ավելի նաև կարիքն է մեծ կարգավորելու, բայց պիտի դա զգուշավորությամբ անեն, որպեսզի, այո, պաշտպանելով երեխաների իրավունքները, նաև միաժամանակ անխտիր բոլոր մյուս քաղաքացիների իրավունքները չխախտեն։ Պարզ ասած, սա շատ բարդ խնդիրների համակցություն է, իսկապես երեխաներին առցանց հարթակում պաշտպանելու հարցեր կան, բայց նաև դա չպիտի անենք այնպես, որ դա ոտնահարվեն բոլոր մյուսների իրավունքները։ Պարոն Պապյան, քանի որ դպրոցականներին հիմա այսպես արգելվում է նաև բջջայինները, սակայն մյուս կողմից էլ գրքերում կան QR կոդեր, դասագրքերում սովորեցնում են ինչպես գրանցվել, օրինակ Telegram-ում կամ Gmail-ում։ Այս մասով հակասություն չկա։ Իհարկե կա, եւ դա նշանակում է, որ բայց այդ չի նշանակում, կյանքը դինամիկ փոխվող բան է, այո, ակնհայտ հակասություն կա եւ եթե մենք այս թեմաները լուրջ քննարկում ենք, նաեւ պիտի քննարկվի այն հարցը, արդյոք պիտի այդ դասագրքերը փոխվեն, հա, որովհետեւ ասենք, ոնց է երեխան իր տնային աշխատանքը դասարանում օրինակ ցուցադրում, ենթադրենք դա արված էր, որ տանը փորձարկի, բայց եկավ դպրոց, հեռախոսը արգելված է, ոնց է ցույց տալու տնային նայելա, դա չի արել, այսինքն բայց դա այդքան մեծ խնդիր չի, հակասություն է, բայց կարող են փոխվել մեթոդական ձեռնարկներ, գրքեր եւ այլն։ Ես դրա վրա այդքան չէի կենտրոնանում, անկեղծ ասած։ Ինչ միջազգային փորձ կա այս ոլորտում եւ որքանով է արդյունավետ։ Նկատի ունեմ մինչեւ 16 տարեկանների մուտքը սոցցանցեր արգելելը։ Հետաքրքիր միջազգային փորձ արվեց տարածօրեն անցած տարեվերջին Ավստրալիան, այսպիսի նախաձեռնությամբ հանդես եկավ։ Եվ նաև Միացյալ Նահանգների որոշ նահանգներում են այս գաղափարը շոշափում, հա, դրա հետ էր կապված նաև դա, բայց Ավստրալիային ես շատ ուշադրությամբ եմ հետևում, որտեղ ուզում եմ հասկանալ ինչ ռեակցիա կլինի, էլի ելնելով այն իմ դիրքորոշումից, որ որևէ բան արգելափակել ես համարում եմ վնասակար, բայց տարօրինակ կերպով հիմա արձագանքները Ավստրալիայից բավական դրական են, նույնիսկ ինչ-որ երեխաներ ասել են, որ անցկացված հարցումներում, իսկ Ավստրալիան ժողովրդավարական երկիր, այսինքն ես հակված եմ իրենց հարցումներին ամեն դեպքում հավատալ, ասել են, որ իրենք նույնիսկ չեն էլ գիտակցել, որ դա ինչքան իրացից էներգիա ու ժամանակ է խլում, որ իրանք հիմա իրենց հասարակակիցների հետ ավելի արդյունավետ են շփվում եւ այլն եւ այլն։ Այնպես որ էլի եմ ասում, էլի ոլորտն է, որ ես ինքս էլ միանշանակ գաղափար չունեմ եւ արժի նայենք, տեսնենք բայց գիտափորձը ինչով կվերջանա։ Ես ինքս այդ արգելափակումների մեջ մի մեծ վտանգ եմ տեսնում, որ տեսեք, երբ երեխաները այս տարիքից արդեն վաղ տարիքից սոցցանցերի հետ շփվում են, հա, իրանք պատրաստված են լինում այդ միջավայրից, իսկ եթե դա արգելափակվում է, իրանք չեն շփվում, նախ դա որպես արգելված պտուղ իրենց համար շատ քաղցր է թվում, հետո էլ հանկարծ վաղը մյուս օր արդեն չափազության տարիքը լրացավ, իրանք հայտնվում են սոցցանցերում եւ լինում են իրականում դրան լրիվ անպատրաստ։ Եվ դա պարարթող է, որպեսզի իրանք օրինակ դառնան սոցցանցային ֆիշինգի ու խաբեությունների զոհ, կամ որ իրենք հանկարծ այնքան իրենց համար դա քաղցր թվա, որ միանգամից տարիքը լրացավ, մտավ մեջ էլ ուրիշ ոչ մի բան չի ուզում տեսնել։ Այնպես որ պետք է դեռ ամեն դեպքում լավ ծանոթ թեթև անել եւ նույնիսկ արժի մի քիչ մենք այս
ձգձգենք այս ոլորտում ինչ-որ փոփոխությունները, փորձենք ուսումնասիրել փողը, նոր գլխապատար գնանք, որտեղ եթե չգիտեմ, այսքան դիմացել ենք 1-2 տարի Պարոն Պապյան, վերջին տարիներին կարծես թե շատ են աճել ինտերնետային խարդախությունները։ Ինչով եք սա պայմանավորում, ըստ ձեզ։ Դա պայմանավորված է երկու հիմնական գործոնով, նախ վերջին տարիներին Հայաստանում ավելի շատ մարդիկ են սկսել ինտերնետից օգտվել, ինտերնետը դեռ ոչինչ, նաև սկսել են ավելի շատ մարդիկ օգտագործել օնլայն վճարամիջոցները, քարտերը, որտեղ քաղաքականությունը, կառավարության այնպիսին է, որ հնարավորինս խրախուսի պլաստիկ քարտերով վճարումները եւ այլն։ Մարդիկ սովորել են վճարումներ անել պլաստիկ քարտերով, սովորել են վստահել այդ քարտերին, եւ դրան վճարումներ անելուն, բացի այդ Հայաստանի ընդհանուր միջին եկամուտը ամբողջ աշխարհի դասակարգումներում բարձրացել է եւ հանցագործները օրինակ որ նայում են որ երկրի վրա հարձակվեն, բարձ ասած, չեն գնա ամենաաղքատ երկիր, գնային գոնե միջին կամ բարձր եկամուտով երկրների վրա, որպեսզի այդտեղ ավելի արդյունավետ է իրանց ծախսած ժամանակը։ Եվ այդ երկու գործոնների համակցությունն է իմ կարծիքով այն, որ մարդիկ ավելի շատ ինտերնետ են օգտագործում, սովորել են վստահելու գործարքներ անել օնլայն, պլյուս երկրի ընդհանուր տնտեսական այդ ցուցանիշները ընդհանուր առմամբ աճում են եւ հանցագործները ասում են այստեղ մարդիկ կան ինտերնետ մտածեն քարտերը ձեռներն է երկիրն էլ միջին բարեկեցություն է հաստատ կարելի է շորթումներ եւ այլն կազմակերպեն պլյուս ամբողջ աշխարհում իրական տրենդ կա որ աճում են այս խաբեբայությունները առցանց call կենտրոնները զանգերի կենտրոնները եւ մենք նույնիսկ Հայաստանում էլ տեսնում ենք որ իշխանությունները արդեն որերորդ զանգերի կենտրոններ են վնասազերծում Ինչպես կարող են քաղաքացիները պաշտպանվել նմանատիպ ռիսկերից։ Ամենաարդյունավետ իրականում այո, տեսեք, մի քանի հիմնական ուղղություն կա։ Նախ քաղաքացիները արժի որ տեղեկացված լինեն եւ դրա համար արժե որպեսզի իրենք հետևեն ոլորտում այդ հրատապ այդ թեմայով զբաղվող մարդկանց, չգիտեմ, օրինակ մեր թիմը կիբերհաբը մենք բարբերաբար ծանոթություններ, ահազանգներ այս առումով անում ենք։ Ես իմ գործընկեր Սամվել Մարտիրոսյան եւ այլն։ Բացի այդ մեր կիբերոստիկանությունը գործարկել է Facebook-յան էջ, Telegram-յան էջ, որտեղ նման խաբեությունների մասին արագ ծանոթություններ են անում։ Այս ոնց որ նախակախիչ Ինչ վերաբերում է կանխիչ, գործողություններին արժի, որպեսզի մարդիկ մի քիչ ավելի սկեպտիկորեն վերաբերվեն նման առցանց եկող բոլոր տիպի առաջարկներին, գովազդներին, հատկապես երբ գործը հասնում է քարտային տվյալներ տրամադրելուն, երկու տարբեր աղբյուրներից ստուգեն, եթե ամբողջ կոմունիկացիան առցանց է եղել, ասել իսկ որտեղ է ձեր գրասենյակը կամ մի հատ տեսնեմ անձամբ հանդիպենք, կամ արդյոք ունեք քաղաքային հեռախոսահամար։ Հատկապես երբ խոսքը վերաբերում է ներդրումային սկամներին, կարևոր է որպեսզի մարդիկ փորձեն կենտրոնական բանկի էջում նայեն արդյոք այդ կազմակերպությունը, որ օրինակ ներդրումային շատ շահավետ առաջարկ է անում, արդյոք ինքը հավատարմագրված է կենտրոնական բանկի կայքում, որտեղ եթե հավատարմագրված չի, այդ ներդրմանը պիտի վերաբերեն ամբողջությամբ որպես կորած փող, որտեղ եթե գումար տվեցին, որևէ իրավասում արվին, հետո իրենց չի կարող օգնել դրա հետ կապված։ Եվ երրորդ բլոկը դա ֆիշինգային հանցագործություններն են, երբ որ տանում են ձեր բանկային կոդը, հաշվեհամարը, այս ոլորտում ասեմ, որ հանցագործությունների աճով պայմանավորված մեր բանկային համակարգն էլ ավելի խստացրել է իրենց հավելվածների անվտանգությունը եւ ես ենթադրում դրա արդյունքում կպակասեն հանցագործությունները, բայց կրկին հիմնական օրենքները, որ երկու աղբյուրից ստուգեք, ամեն մեկին մի վստահեք, եթե ձեզ մեյլով են գրել կամ ձեզ ծանոթում է եկել WhatsApp-ով անպայման քաղաքայինով զանգեք կամ էլ գնացեք ձեր բանկտեղում նայեք, մոտապես այս ուղղությամբ պիտի աշխատել եւ իհարկե արժի էլի հետևեք մեդիագրագիտության հետ կապված մեր հրապարակումներին, ծանոթություններին եղեք այդ ընդհանուր տեղեկացված։ Ձեր բանկի էջին հետևեք, որտեղ բանկերը հաճախ ծանոթում են, որ տեսեք մեր բանկային հավելվածի հետ կապված խաբեությունների շրջանում եղեք զգուշ այդ զգոնության կոչերը իհարկե պիտի մարդիկ գոնե ինչ որ մի կերպ բաժանմտագրված լինեն դրան եւ փորձեն այդ ծանոթություններին հետևել։ Շարունակելով երեխաների թեման, ներկայումս երեխաների շրջանում այսպես լայն տարածում ունեն մի շարք խաղեր, իհարկե անունները չտամ, որպեսզի գովազդ չլինի, ինչպիսի վտանգներ են պարունակում դրանք երեխաների համար։ Անկեղծ ասած,
այդ խաղերը, չգիտեմ, որոնց մասին է խոսքը, Ամենահայտնիները գովազդի կարիք էլ չունեն, էլի, ինչ մեղքս դարձնեմ, երեխաները հաստատ ձեր տեղը ավելի ուշ կիմանան, քան այդ խաղերի, բարձ ասած, չգիտեմ էլ այդ հարցին ոնց պատասխանել է, մատ եկեք դորից ձևակերպ, որ խաղերն են։ Դրանք օրինակ Roblox, PUBG, Minecraft, Brawl Stars, ամենահայտնիներն են։ Նույնիսկ մեծահասակներն են հանուն արդարության Այդ շատերը խաղերը, խաղում։ ասեմ ձեզ, այդ էի ասում, այդ խաղերը այնպիսի խաղեր են, որ գովազդի կարիք չունեն։ Այսինքն, էլ եմ ասում, հաստատ երեխաներն էլ ծնողներն էլ ավելի շատ Roblox են լսել, քան նույնիսկ ամենապոպուլյար հայկական մեդիայի անուն։ Կատակ չեմ անում, առանց բացառության։ Հիմա այդ խաղերի հետ կապված, տեսեք, սկսենք նրանից, որ այդ խաղերը շատ լավն են, հա։ Դրանք զարգացնող խաղեր են։ Ես նույնիսկ ուրախ եմ, որ մեր երեխաները խաղում են այդպիսի խաղեր, որովհետև օրինակ խաղերից մեկի դեպքում երեխան ստեղծում է ամբողջական գեյմինգ խաղային միջավայրեր, կարող է սովորել ինտերակցիա այդ վիրտուալ աշխարհի հետ, ստեղծի իր աշխարհը, իր խաղի օրենքները, հա։ Ես առհասարակ կխրախուսեի նույնիսկ այդ խաղերը խաղալ։ Խնդիրը խաղերի մեջ չի։ Խնդիրն այն է, որ այդ խաղերում կան իրենց ներկառուցված չաթային, հա, ոնց որ բլոկները, հավելվածները, եւ հաճախ այդ խաղերի չաթային հարթակներում երեխաները սկսում են կապվել ինչ-որ տարօրինակ մարդիկ, հա, ու ինչ-որ կոմունիկացիա անել։ Այստեղ է որ խնդիրը եւ այս խնդիրը իրականում ինձ թվում է պիտի սկսել լուծելը Հայաստանի ներքին օրենսդրությամբ։ Այստեղ Հայաստանում ունենալ օրենքներ, որ երեխաներին պաշտպանության ինչ-որ մեխանիզմ ստեղծվի հայաստանյան, որպիսի, չգիտեմ, օրենքով արգելվի այդ հարթակում օրինակ երեխաներին ներքաշել սեքսուալ ինչ-որ կամ պորնոգրաֆիկ թեմայով խոսակցությունների մեջ, հա, պատկերացնում եք կամ շանտաժ եւ այլն, եւ այդ օրենքի հիման վրա պաշտոնապես պետության անունից դիմումներ անել այդ հարթակներին եւ պահանջել, որպիսի հայաստանյան երեխաների համար նույնպիսի կարգավորումներ ու ծառայություններ գործեն, ինչպիսին կան օրինակ Միացյալ Նահանգների կամ Բրիտանիայի երեխաների համար։ Դա առաջին քայլերից մեկը, այսինքն աշխատել պետական մակարդակով այդ հարթակների հետ եւ իրենց պարտավորեցնել նաեւ զբաղվել հայաստանյան երեխաների պաշտպանությամբ։ Լսեք։ Երկրորդ, մի փոքր պիտի աշխատանք տարվի նաեւ դպրոցներում, ծնողների հետ, նույն հայաստանյան մեդիատիրույթում, որպիսի նախականխեք դա եւ մարդկանց զգուշացնենք, որ այդ հարթակներում, այո, իրանք հետաքրքիր են, գրավիչ են երեխաների համար, նույնիսկ իմ կարծիքով կրթական որոշակի ազդեցություն ունեն, բայց արժի, որպիսի երեխաները տեղյակ լինեն, որ այդ հարթակը ոնց որ նման է փողոց անցնելուն, հա, այսինքն ծնողը իր երեխային բացատրում է, չէ, որ բալիկ ջան, փողոց անցնելուց նա գնայս ցախ, նա կանցնես գնայս աչք, տեսնես մեքենա հոչի գալի նոր կանցնես։ Հիմա մենք դնենք մեքենաները արգել ենք Երևանում, ինչա թե երեխաներին անվտանգ մայր, չէ, այդպես չի, չէ։ Պիտի ծնողը երեխային սովորացնի փողոց անցնել։ Դա է տրամաբանություն, ոչ թե ամեն ինչ արգելելու ուղղությամբ մենք շարժենք։ Սա է իմ կարծիքով այս ուղղությամբ լուծումը եւ ես առհասարակ դեմ եմ օրինակ այդ խաղերի արգելափակման մասին խոսակցություններին, ընդհակառակը ես գիտեմ, որ օրինակ Microsoft-ը Minecraft-ով նույնիսկ կրթական ինչ-որ ծրագրեր ունի, այսինքն որոշ երկրներում այդ խաղային հավելվածների ներսում կրթական նշանակության ինչ-որ ծրագրեր են արվում, այնպիսի խաղեր են ստեղծվում, որոնք զարգացնող են երեխաների համար եւ դա պետք է օգտագործել, այլ ոչ թե դրա դեմ ինչ-որ անիմաստ պայքարներ։ Արդեն նշեցիք ձեր խոսքում ծնողների դերը թե ինչքան կարևոր է այս հարցում, բայց ինչպես կարող են վերահսկել օրինակ երեխաների առցանց ակտիվությունը ծնողները։ Որտեվ շատ հաճախ գիտենք ծնողներ կան աշխատանքի են, երեխաներն ամբողջ օրը կամ համակարգչի դիմաց կամ հեռախոսի մեջ մեծ հաշվով ինչպես կարող է այդ վերահսկողությունը ծնողը։ Տեսեք, ծնողը ունի պարտականություններ, հա, եւ Սենց վերացական ասել, որ աշխատանքի են չեն կարող վերահսկել, այդպես չի լինում։ Հասկանում եք, ծնողը պիտի չէ իր երեխային սովորացնի, թե ինչպես է պետք փողոց անցնել։ Ծնողը պիտի նաև իր երեխային սովորեցնի, թե ինչպես է պետք վարվել առցանց հանրությունում։ Վերահսկել մեծ հաշվով անհնար է լինելու։ Այստեղ պիտի գործի ծնողի եւ երեխայի միջև վստահության մթնոլորտ եւ երեխան պիտի կարողանա իր ծնողի հետ այդ առումով ազատ շփվել։
Առհասարակ ես չեմ համարում վերահսկելը ճիշտ ճանապարհ է։ Իհարկե, նաև մենք ստեղծել ենք մեր հարթակը, կիբերչատը հենց նման դեպքերի համար։ Այո, ընդունելի է, կարող է ծնողը սխալվել, կարող է ինչ-որ խնդիր առաջանալ, դա հասկանալի է, բայց դա պիտի լինի բացառիկ դեպքեր, բայց նորմալ պիտի լինի, որ ծնողները իրենց երեխաներին այս վտանգների մասին զգուշացնեն եւ առհասարակ այս ուղղությամբ ես կարծում եմ, որ մենք պիտի ունենանք նույն հանրային հատկապես հեռուստաալիքներով, ռադիոալիքներով այդ թեմայով որոշակի կրթական նյութեր ուղղված ոչ թե երեխաներին, այլ ծնողներին, որպեսզի իրենց սովորեցնել այդ վտանգների մասին եւ նախականխել։ Նույն կերպ օրինակ այն հարցազրույցը, որ հիմա մենք անում ենք, ես դա դիտարկում եմ այս նույն համատեքստում, այսինքն ձեր լսարանը, ձեզ լսող ծնողները լավ կլինի, որ մտածեն մի փոքր այդ մասին, որ չի կարելի հեռախոսը կամ համակարգիչը օգտագործել որպես դայակ եւ իրեն անտեսել։ Այլ պետք է երեխայի հետ զգուշախոսել եւ երեխային բացատրել, որ նույն համակարգիչը, նույն հեռախոսը դա նման է փողոց դուրս գալուն, որտեղ բազմաթիվ վտանգներ կան, ինչ-որ տարօրինակ անծանոթներ կարող են հանդիպել։ Ոնց որ դուք երեխային ասում եք, որ ամեն մեկի տված կոնֆետը չես վերցնում ու չես նստում օտար մարդկանց մեքենան, նույն կերպ պետք է երեխային բացատրել, որ առցանց միջավայրում կան բազմաթիվ վատ մարդիկ, որոնք կարող են ձեզ վնասել, այնպես որ համապատասխան կերպով նախապատրաստեք երեխային այդ օտար առցանց միջավայրի հետ շփվելու համար։ Արդեն այսպես ձեր խոսքում հպանցիկ անդրադարձակ անձնական տվյալների գաղտնիությանը, որքանով է այսօր պաշտպանված անձնական տվյալների գաղտնիությունը մեր երկրում։ Տեսեք, մենք կարող ենք խոսել վերացական, կամ կարող ենք նայել դրա օրենքի տեսակետից։ Հայաստանը ունի բավական առաջադեմ անձնական տվյալների պաշտպանության օրենք, որ մի փոքր արդեն սկսել է այդ օրենքը հնանալ եւ հավանաբար դա թարմացնելու կարիք կա, բայց մեծ հաշվով օրենքի տեսակետից մենք բավական լավ օրենք ունենք։ Այսինքն դա բավարար է անձնական տվյալների պաշտպանության համար։ Այո, այսինքն այդ օրենքով որոշակի սահմանափակումներ կան, թե պետությունը ինչ կարող է անել մարդկանց անձնական տվյալների հետ, ընկերությունները ինչ կարող են անել մարդկանց անձնական տվյալների հետ, որովհետև եթե ճիշտ մտածեք, անձնական տվյալների պաշտպանություն չի նշանակում, որ անձնական տվյալները պիտի հավաքես, տանես մտցնես դոշակի տակ, բարձ ասած, ու իր հետ ոչինչ տեղի չէ, դա սխալ ուղղություն է, այսինքն անձնական տվյալը ինքը պիտի քո համար աշխատի, եթե դու գնում ես ինչ-որ միտեղ պետական հիմնարկ պիտի կարողան քեզ նույնականացնեն, եթե դու ուզում ես բանկային վճարում անես ու չես ուզում ինչ-որ հանցագործներ քո տեղը լինեն, պիտի բանկը քո անձնական տվյալը ինքը իր մոտ պաշտպանած ունենա, որ հանցագործը գա ինքը իր մոտ նայի կա, այդ տվյալը թե ինքնաթե չէ ու ասի չէ դու չես, իսկ երբ դու գնաս քո անձնական տվյալը էլի կիրառելով նույնականացնի քեզ ու ասի ահա քո գումարը, ահա քո քարտը։ Պատկերացրեք, այսինքն անձնական տվյալի պաշտպանությունը չի նշանակում անձնական տվյալը սառեցնել չօգտագործել, այլ դրա կիրառության հստակ կանոններ սահմանել։ Այդ կանոնների առումով Հայաստանում օրենսդրությունը բավական առաջադեմ է եւ լավ է։ Մեր խնդիրները սկսում են այնտեղ, երբ գալիս ենք դրանց պաշտպանության մեխանիզմներին, որտեղ Հայաստանում կա անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, որը էլի ինչ որ լծակներ ունի, բայց իր ռեսուրսները բավական սահմանափակ են, այսինքն այնտեղ 10 հոգի է հազիվ աշխատում, իրենք ֆիզիկապես այդ քանակով աշխատակազմով չեն հասցնում արձագանքել բոլոր միջադեպերին եւ ստիպված են ընտրել մենակ զբաղվել ինչ-որ առավել հնչեղություն ունեցող դեպքերով։ Այս առումով հաստատ կարիք կա ուժեղացնել այդ պետական մարմինը, որպեսզի իր գործառույթները ավելի ընդլայնվեն, որպեսզի քաղաքացիներն կարողանան խախտումների դեպքերի հետ կապված դիմել եւ մարմինը կարողանա վարույթ հալուցել եւ համապատասխան քննություն անել ու պատժամիջոցներ Սրա հետ կապված իրականում պիտի փաստենք, որ պետությունը հավանություն է տվել ռեֆորմների մի նոր շարքի, որպեսզի այդ մարմինը մեծացվի, հզորացվի եւ դա նաեւ Հայաստան եւ Միություն վիզաների լիբերալիզացիայի գործընթացի պահանջը, այսինքն եվրոպացիները իրենք են պահանջում, որպեսզի Հայաստան անձնական տվյալները պաշտպանված լինեն, ինչու, որովհետեւ եթե վիզաները ազատականացվում են քաղաքացիների համար Հայաստանի եւ դա ինչ որ երկկողմանի է լինում,
եվրոպական այդ համակարգերը անձնական տվյալների անձնագրային նույնականացման համակցվելու են ինչ-որ չափով հայկականի հետ եւ հայկականը պիտի բավական մակարդակ ապահովի պաշտպանության տեխնիկական առումով եւ իրավական առումով, որպեսզի իրար համարժեք լինեն, հա, դուք չեք կարող օրինակ տրակտորը 06-ի հետ միացնել, երկու տրակտոր պետք է լինի կամ 206, ասած, այնպես որ այս կտրվածքում պիտի սա դիտարկենք եւ այդ առումով լավ է որ որոշակի շարժ կա դեպի ռեֆորմներ եւ հույս կա որ մոտ ապագայում այդ մեր մարմինը կուժեղացվի եւ պաշտպանության վիճակը կլավանա։ Եթե դա չհաշվենք, ապա նաեւ մենք անվտանգության խնդիր ունենք կիբերի տեսակետից, այսինքն մենք տեսնում ենք բազմաթիվ դեպքեր, երբ որ այս կամ այն մարմինը ենթարկվում է հակերային հարձակման, անձնական տվյալների արտահոսքեր են լինում, այս ուղղությամբ էլ անցած տարեվերջին ընդունվեց կիբերանվտանգության մասին նոր օրենք, որը դեռ նոր է ուժի մեջ մտնում եւ այո, վիճակը հիմա լավ չի, բայց կա որոշ հույս, որ այդ օրենքը երբ սկսի իր ամբողջության մեջ, կիրառության մեջ մտնի, այս ուղղությամբ եւս պիտի որոշակի առաջընթաց տեսնենք։ Հասկացա։ Շնորհակալ եմ պարոն Պապյան հետաքրքիր զրույցի համար։ Խնդրեմ, շնորհակալ եմ այս զրույցը նախաձեռնելու համար։ Սիրով։ Իմ հյուրն էր մեդիա փորձագետ Արթուր Պապյանը։ Կհանդիպենք։